Մեկ կաթիլարյունն իր մեջ պարունակում է մեր մասին ամբողջական ինֆորմացիան։ Բժշկությունը երկրորդ հազարամյակում արյունը քննության ենթարկելով սովորել է բացահայտել օրգանիզմի գործունեության խանգարումները, առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները։ Շատ վիրուսային հիվանդություններ պատահականության սկզբունքով բացահայտվում են արյան փոխներարկման կենտրոններում հարազատների համար կամ էլ կամավորական սկզբունքով արյուն տալու ժամանակ։ Մեր լաբորատորիայում դոնորական արյունները հետազոտվում են հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի, սիֆիլիսի, բրուցելոզի վերաբերյալ 10-12% դրական դեպքեր են ունենում, որի պատճառով վերցված արյունների 10-12%-ը խոտանվում են։ Ընդհանուր հետազոտություններից հիմնականում բրուցելոզն է ավելի շատ, համեմատաբար հեպատիտ B, հեպատիտ C հավասար քանակությամբ կարելի ասել հայտնաբերվում է, իսկ միավսյա վերջին տարիներին չենք ունեցել դոնորների շրջանում, դրական դեպքեր չենք ունեցել։ Սրանք այն վիրուսային հիվանդություններն են, որոնց առկայության պարագայում նախնական փուլում մարդու զգացողությունից ոչինչ պարզ չէ։ Վերջին շրջանում անհանգստացնողը հղի կանանց մոտ հայտնաբերված CIA դեպքերն են։ Անցանկալի երևույթներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տարին 3-ից 4 անգամ պոլիկլինիկաներում արյան քննություն անցնելու։ Տարբեր արտահայտություններ ունի հիվանդությունը։ Եթե մարդը հիվանդ եղավ, անպայման որևէ ձևով արտահայտվում է, իսկ եթե առողջ վիրուսակիր է, ինքը չի տեսնում, դա մենք ենք հայտնաբերում, մենք ենք իրեն ասում։ Եթե ժամանակին ճիշտ ուղղորդվի ճիշտ հիվանդանոց, ինքը կարող է շատ թեթև դուրս գա այդ վիճակից։ Հնում կարծում էին, որ արյան մեկ կաթիլը կորցնելուց մարդը կրճատում է իր ապրելու հնարավորությունը։ Մասնագետների հավաստմամբ մինչ օրս էլ հասարակության լայն շերտի մոտ նույն կարծիքն է։ Դա է պատճառը, որ մարդիկ դժվարությամբ են համաձայնում արյուն հանձնելու նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում։ Կամավոր արյունատվությունը քիչ է։ Ունենք նույնիսկ հիվանդատերեր, ովքեր ունեն հիվանդ, բայց իրենք չեն ուզում հանձնեն արյուն, գիտենալով, որ իրենք կարող են հանձնեն, փրկեն, բայց մեզանից պահանջում են առանց իրենց հանձնելու։ Հասարակությունը դեռ այդքան հասունացած չէ, որ հասկանա, որ արյունը կյանք է։ Մարդը կարող է իր արյունով փրկվի, բայց ինքը ունենալով դա չտա մարդկանց։ Արյան փոխներարկման կայանում այս տարվա 256 դոնորներից միայն 52-ն են կամավորներ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ իրենց արյունը շատ թանկ են գնահատում, սակայն դոնորին հատկացվող գումարը ընդամենը 10,000 դրամ է։ Տնօրենի հավաստմամբ արյան պահուստային ֆոնդը այս պահին 25 մարդու կյանք կարող է փրկել։ Պլազմայի պաշարը մեծ է, սակայն յուրաքանչյուր քաղաքացի հնարավորության դեպքում պետք է աջակցի արյան պաշարների պահեստավորմանը։ Նելի Քալաշյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։